Անկախ Հայաստանի պատմության մեջ Թուրքիան այնքան մեծ հետաքրքրություն չի ունեցել եւ ակտիվ ներգրաված չի եղել Հայաստանի ներքաղաքական եւ նախընտրական փուլում, որքան հիմա։ Թուրքագետ հայ վերլուծաբաններն էին կանխատեսել, որ Թուրքիայի հետաքրքրվածությունը Հայաստանի նախընտրական պրոցեսներով չի սահմանափակվելու միայն արտգործնախարար Հաքամ Ֆիդանի կամ պաշտոնաթող դեսպանների հայտարարություններով։ Աջակցության այլ քայլեր էլ ըստ վերլուծաբանների կլինեն։ Դրանցից մեկը մի քանի օր առաջ Կարս ախալքալակ երկաթգծին հասանելիության մասին հայտարարությունն էր։ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների շեմին Կարսում հայ եւ թուրք գործարարների հանդիպումը, Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը։ Եթե համադրենք Ռուսաստանի հետ, Հայաստանի ակնհայտ տնտեսական բնույթի խնդիրների հետ, կարող ենք համարել, որ անուղղակի մեսիջ է, որ Ռուսաստանի պատժամիջոցների խստացման պարագայում Թուրքիան կարող է դառնալ այլընտրանք եւ տրանսպորտային եւ առևտրական եւ այլն։ Սա դիվանագիտական լեզվով կարելի է բնութագրել որպես Թուրքիայի իշխանությունների բացահայտ աջակցություն Հայաստանի գործող իշխանություններին, ինչը նրանք չեն էլ թաքցնում։ Եվ ահա խորհրդարանական ընտրություններից հաշված օրեր առաջ հայ գործարարների ու Հայաստանի արտաքին գերատեսչության աշխատակիցների մակարդակով հանդիպում պատմական Կարսում։ Թուրք պաշտոնյաները ցնծության մեջ են։ Չէին էլ պատկերացնի, որ 2026-ը իրենց համար կդառնար թուրքական դիվանագիտությունը հանուն իրենց շահերի Հայաստանի դեմ կիրառվող գործիք։ Հունվարի 1-ից պարզեցրել ենք պաշտոնական անձնագրեր ունեցող քաղաքացիների վիզայի ընթացակարգերը։ Անցած ապրիլին Կարսում անցկացրել ենք Կարս-Գյումրի երկաթուղային գծի վերականգնման համար ստեղծված համատեղ աշխատանքային խմբի նիստը եւ այցելել շինհրապարակներ։ Ստորագրել ենք մեր ընդհանուր ժառանգության մաս կազմող ԱՆԻ պատմական կամրջի վերականգնման համաձայնագրերը։ Հայաստանի եւ Թուրքիայի կարգավորման գործընթացի շրջանակներում մեր երկրները քննարկում են Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման գործընթացը, որն անշուշտ նպաստելու է մեր երկրների առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը։ Ըստ հայ թուրքագետ վերլուծաբանների, թուրք գործարարների ակտիվությունը Հայաստանի հանդեպ ոչ թե ինքնաբուխ է, այլ թելադրված այդ երկրի իշխանությունների կողմից։ Թուրքիան կարող է իրեն շռայլություն թույլ տալ մի քանի ամիս կամ ինչ-որ մի ժամանակահատված իր գործարարների միջոցով Հայաստանի հանդեպ տնտեսական ռևերանսներ անել։ Այն ըստ քաղաքագետների կարող է նախ հասարակության մեջ փոխել Թուրքիայի ստերեոտիպը եւ գործող իշխանություններին թույլ տալ հայտարարել, թե իրենք ճկուն դիվանագիտության շնորհիվ գտել են նոր առևտրային ուղիներ, շուկաներ։ Այդ ամենը սակայն ըստ վերլուծաբանների նման է թակարդում տեղաշարժին։ Հակառակում տեղաշարժի նահատակները շատ չեն, այնպես որ թուրքական տնտեսական աջակցությունը ունի զուտ ժամանակավոր մարտավարական բնույթ եւ այդ մի քանի տասնյակ միլիոն կամ հարյուրավոր միլիոնավոր դոլարների, այսպես ասած, խոստումները եւ այլն Թուրքիայի համար շատ փոքր եւ լուծելի խնդիր է Հայաստանի եւ տարածաշրջանի հանդեպ իր քաղաքական շահերը սպասարկելու համար։ Հետևելով քաղաքական պրագմատիզմի դրույթներին, ուղղակի անտրամաբանական կլիներ, որ Թուրքիան չօգտվեր այն քաղաքական շանսից, կարելի ասել քաղաքական ոսկե ձկնիկից, որն ի հայտ է եկել իր համար այս իրավիճակում։ Ըստ քաղաքագիտական համայնքի, սակայն Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում երևույթն անսովոր է, քանի որ Թուրքիան եղել եւ մնում է Հայաստանի համար թշնամական պետություն, իսկ թշնամական պետության աջակցությունը մեր երկրին պարզապես չի կարող մեծ հարցականներ չառաջացնել։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։